Ողջունում եմ բոլորիդ հարազատներ ու փառք եմ տալիս իրապես այս հնարավորության համար, որ կարող ենք իրապես միասին փառք տալ Տիրոջը, ցնցալ Տիրոջով։ Ուղղակի մի քիչ այսօր մեր փառաբանության երգողները մի քիչ փառաբանում էին, ոչ այդքան ցնցալի դեմքերով, բայց ոչինչ։ Կարևորը մեր սիրտը ցնցա, բայց դա էլ պետք է ուշադրություն դարձնենք, որ այն ինչ որ երգում ենք, դա էլ զգանք, դրանով էլ ապրենք, այնպես չլինի, որ ասենք, չգիտեմ, շատ ուրախ ենք, բայց տխուր դեմքերով կամ էլ հակառակը։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև մեր խոսքը, մեր ընթացքը ամեն բան պետք է ինչ լինի, համահունչ լինի։ Եվ Տիրոջը փառք դրա համար, ուրախ եմ անկեղծ, որ ստեղ եմ, լիքը հարազատ դեմքեր, լիքը նոր դեմքեր ու Տիրոջը փառք դրա համար։ Տերը իր գործն անում է եւ Տերը շարունակ փրկում է բոլոր նրանց, ովքեր որ ճշմարտությամբ կգան Տիրոջ առաջ, Տիրոջը մեծարելու, Տիրոջը պաշտելու։ Սիրելիներ, պետք է շարունակենք մեր Թեսաղոնիկեցիս նամակի սերտողությունը եւ խոսելու ենք նրա մասին, որ ողջ մարդկության պատմությունը պատկանում է Տիրոջը, Աստծուն։ Աստված է հեղինակը ողջ մարդկային պատմության եւ մարդկային պատմության մեջ չի եղել ինչ-որ մի բան, չի լինում ինչ-որ մի բան եւ չի լինելու ինչ-որ մի բան, որը որ Աստծո ծրագրից, Աստծո ընթացքից ինչ է, դուրս է։ Ամեն բան Տիրոջ ձեռքերի մեջ է։ Հիմա դու կարող ասեք, բայց ախր լավ, տեսնում ենք պատերազմներ, խնդիրներ եւ այլն, արդյոք այդ ամեն ինչը Աստված թույլ է տալի եւ պատասխանս այո, թույլ է տալիս, որովհետեւ մարդու չարությունը, երբ որ հասնում է իր գագաթնակետին, Տերը իր ողորմությունն է ցույց տալիս։ Երբ որ մարդը մերժում է Աստծուն եւ փափագ ունի, ցանկություն ունի իր ցանկությունները կատարելու, իր մեղքի մեջ ավելի խորանալու, Աստված թույլ է տալիս, որպեսզի մարդը իր մեղքի մեջ ինչ անի, ավելի չարանա, ավելի խորանա։ Բայց սրա հետ մեկտեղ նաև Տերը իր ողորմությունն է ցույց տալի, որովհետև եթե Տիրոջ ողորմությունը մարդկային պատմության մեջ չարտահայտվեր, որևիցե մեկը կենդանի չէր լինի, որևիցե մեկը չէր փրկվի։ Եվ Տիրոջ ողորմությունն ու Տիրոջ սերն է, որ մեզ միաբանել է այստեղ, Տիրոջը երգելու, Տիրոջը փառաբանելու, Տիրոջը մեծարելու, որ Քրիստոսով ինչ ունենք, կյանք ունենք, որը որ վեր է ամեն բանից։ Սրա մեջ է քրիստոնեության հենց արմատը եւ քրիստոնեությունը կենտրոնացած է ոչ թե ինչ-որ մի բան անելու եւ չանելու մեջ, այլ Քրիստոսի ով լինելու, նրա կատարած գործի, խաչի, մահվան եւ հարության վրա։ Դրա համար որպես քրիստոնյաներ գիտեք, միասին ցնծում ենք եւ ուրախանում ենք մի քանի շաբաթ առաջ տոնելով ինչը Քրիստոսի սուրբ հարությունը, որը որ մեր հավատքի հիմքն է, որի վրա որ կառուցվում է մեր հույսը, որտեվ եթե կա հարություն, ուրեմն կա հավիտենականության հույս։ Եթե Քրիստոս հաղթեց մահը, ուրեմն հույս կա, որտեվ ինչպես որ Տերն ասեց, մահանանք Տիրոջ հետ հավիտյան կյանք ենք ունենալու։ Սա է մեր հույսը, սրանով ենք առաջնորդվում։ Ուստի սիրելիներ, այս հույսով, այս միաբանությամբ ուզում եմ Տիրոջ խոսքից միասին ընթերցենք Երկրորդ Թեսաղոնիկեցիս նամակը 2-րդ գլուխ 6-ից 12 համարը, բայց մինչև կանցնենք բուն հատվածին կամ մինչև դուք կբացեք, ուզում եմ մի պաշարություն դարձնենք այսօրվա իրականությանը։ Իրականում մենք ապրում ենք մի աշխարհում, մի շրջանակում, որտեղ որ անդադ մարդիկ փորձում են բացատրել, թե որտեղից է գալի չարը, ով է վերահսկում պատմությունը։ Արդեն իսկ մի փոքր ես սրա մասին ասած պատասխանը տվեցի, բայց սա մի հարց է, որ անդադ շարունակ ինչ անում, պտտվում է։ Ինչու է որոշ առումով աշխարհը ավելի չար դառնում գնալով, որտեղ որոշ մարդկանց տրամաբանությամբ ախր նոր օրենքներ ենք ընդունում, զարգանում ենք, ավելի, չգիտեմ, նոր բաներ ենք խոսում, հումանիզմից ենք խոսում եւ այլն, բայց գնալով տեսնում ենք, որ երկիրս գնում է ավելի չարության։ Պատերազմները ոչ թե քչանում են, այլ գնալով ինչ են անում, շատանում են։ Ու կարող է մեր մոտ տպավորություն ստեղծվի, որ չարը կարծես ինչ անում, հաղթում է։
չարը կարծես թե հաղթում է։ Եվ նորից ով է իրականում ղեկավարում ողջ մարդկության պատմությունը, ասեմ նույնիսկ կրոնական որոշակի ուղղվածություններ կան, որոնք որ այս հարցերի պատասխանը փորձել գտնելով բավականին վտանգավոր գաղափարներ են առաջ բերում։ Չգիտեմ տեղյակ եք թե տեղյակ չեք, Հայաստանում եւ բավականին շատ տեղերում աղանդավորներ կան, մորմոններ կան, որոնց տրամաբանության կամ վարդապետության մեջ հետեւյալ միտքն է։ Ասում են, որ Սատանան եւ Քրիստոս եղբայրներ են, եւ այս երկու եղբայրները պայքարի մեջ են, եւ թե ով պետքա վերջնական ինչ անի, հաղթանակ ունենա։ Գուցե նաեւ դուք էլ նկատած կլինեք Facebook-ում եւ այլ տեղերում նկարներ կա, որտեղ Հիսուս Քրիստոսը ասենց ուժեղ տղա ու կողմից է Սատանան, ձեռի ուժ են կպնում եւ այլն եւ այլն։ Եվ մարդկանց տրամաբանության մեջ էս կա, որ կարծես թե երկու հավասար կողմ Սատանան իր դևերով, այս մյուս կողմից Քրիստոս կամ Աստված իր հրեշտակներով պայքարում են, թե վերջի տեսնենք, ով է այս պայքարի մեջ ինչ անելու, հաղթելու։ Նույնիսկ հայկական մի ֆիլմ էլ կար Ալաբալանից, որտեղ էլի ցույց են տալի կարծես Աստված, Սատանան եւ այլն նույն մակարդակի մեջ են, պայքարում են այս կողմ այն կողմ։ Իրականում այս ամեն ինչը շատ մեծ թյուրըմբռնում է եւ ընդհանրապես որևիցե կերպով մոդել չի այն հասկացողությանը, որը որ մեր Սուրբ Գիրքը ինչ անում, սովորեցնում է։ Ինչի որտեվ հիշեք մի բան, որ ընդհանրապես պայքարը հավասար ուժերի մասին չի ընդհանրապես։ Եթե խոսենք սպորտային լեզվաբանությամբ, այդ ընդհանրապես շատ տարբեր ծանր քաշային բաների մասին է խոսքը գնում, նույնիսկ համեմատելու էլ չի։ Բացի դրանից, ասեմ ավելին, պատերազմը, որ շարունակվում է, անորոշ պատերազմ չէ։ Այն ունի հստակ ընթացք եւ ունի հստակ ավարտ, որը որ նախասահմանված է Աստծո կողմից։ Եվ երրորդը, ընդհանրապես մարդկության պատմությունը, տիեզերքը ամեն բանը քաոսի վերածված չի կամ քաոսային ընթացքի մեջ չէ։ Նորից ամեն բան հստակ ղեկավարվում է Տիրոջ կողմից։ Եվ մարդկության ողջ պատմությունը նորից կասեմ պատկանում է Աստծուն։ Եկեք ոտքի կանգնենք, միասին ընթերցենք 2 Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ, կկարդանք միասին 6-ից 12 համարները։ Խնդրում եմ բացեք ձեր սուրբ գրքերը, 2 Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ, 6-ից 12 համարները։ Եվ հիմա գիտենք, թե ինչն է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի, որովհետև անօրինության խորհուրդը արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի մինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է։ Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն իր բերանի շնչով կսպառի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով եւ ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են, փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործությունն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատավարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրինության մեջ հաճույք ստացան։ Ամեն, աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, իրապես ողջ փառքն ու գոհությունը, ողջ մեծությունն ու փառքը ուղղում ենք քեզ, Տեր, որտեվ դու ես արժանի ամեն մեծարանքի ու փառքի, Տեր, որտեվ ամեն բան քեզ է պատկանում եւ դու գահիդ վրա նստած, այո, իշխում ես ողջ մարդկության պատմությանը, Տեր։ Ուստի աղոթում եմ, որ հիմա խոնարհեցնես մեր սիրտը, Տեր, որ քո մեծության առաջ գալով խոսքիդ շրջանակում մտորենք ու քո անվանդ ու փառքիդ համար ծառայենք, Տեր Աստված։ Դու ես մեր փափագը, դու ես մեր հույսը, ուստի ամեն ինչի մեջ դու փառավորվի։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Հիշեք մի բան, Աստված իր գերիշխան կամքով սահմանում է չարի ընթացքը, վերահսկում է նրա ժամանակը, թույլ է տալիս նրա գործունեության սահմանները եւ վերջում դատում է այն, փրկելով իր ժողովրդին Հիսուս Քրիստոսով։ Եթե այլ կերպ փորձեմ ավելի պարզ կերպով ասեմ,
Աստված է, որ սահմանում է թե չարի գորության ընթացքը, թե սահմանները, թե նաև դատապարտելու է իր ժամանակին, փրկելով իր ընտրյալներին, իր ժողովրդին Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սա է այն հույսը, որը որ պետք է հիմք լինի մեր հավատքի ընթացքի համար։ Որտեղից գիտենք, որ պատմության հեղինակը Աստված է։ Այս հատվածի մեջ կտեսնենք 3 բնագավառ, որ պատկանում է ում Աստծուն։ Առաջինը Տիրոջինն է պատկանում ժամանակը։ Եվս մեկ անգամ ուշադրություն դարձնենք 6-ից 7 համարները։ Եվ հիմա գիտենք, թե ինչն է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի։ Հիմա սիրելիներ, եթե հիշում եք, մենք անցած անգամ երբ որ եկել է եւ միասին խոսում ենք Տիրոջը գալստյան նշանների մասին եւ խոսեցինք, որ նշաններից մեկը, վերջին նշանը, որ խոսում ենք, լինելու էր ների հայտնվելը։ Այսինքն ների գալուց առաջ հափշտակություններ լինելու։ Սրա մասին մենք անցած անգամ խոսեցինք։ Այս պարագայում շարունակության մեջ հիմա ուշադրություն դարձեք, ասում է, եւ հիմա գիտեք, թե ինչն է նրան արգելում, նրան ում ներին, որպեսի ինչ անի, որ իր ժամանակին հայտնվի, որովհետև անօրինության խորհուրդը արդեն զորանում է։ Հիմա նայեք, ստեղ բավականին մեծ հարց կա կամ քննարկում կա, թե օրինակի համար ինչը կարա սահմանափակի կամ արգելի ներին, որ ները հայտնվի գա։ Ու ասեմ, այս տրամաբանության շրջանակում տարբեր մեկնաբաններ, տարբեր ընթացքում տարբեր կերպերով են ներկայացրել։ Ները, գիշում եք, հակաքրիստոսն է։ Մեկն է, ով որ սատանայի զորությամբ գալու է եւ ժամանակավոր խաղաղությունը հաստատելու ամբողջ աշխարհով մեկ, իսլամական աշխարհի հրյաների միջև եւ որոշ առումով քրիստոնյաներն են, չակերտավոր նոմինալ քրիստոնյաների շրջանակում։ Բայց հետո գիտենք, որ 3.5 տարի հետո, երբ որ նստելու է տաճարում եւ պահանջելու է իրեն, որ մարդիկ սկսեն պաշտել, մարդիկ հասկանալու են, որ սա Մեսիան չէր, սա Քրիստոսը չէր, այլ հակառակ ներն էր, եւ շատ-շատերը սկսելու են պայքարել դրա դեմ։ Հիմա ինչն է պատճառը կամ ինչն է խոչընդոտում, որ մինչև հիմա ները չի հայտնվել։ Մեկնաբաններից շատերը, այսինքն որոշներն ասում են, որ այդ խոչընդոտողը հրեշտակային ուժերն են, որոշներն ասում են, որ ավետարանի քարոզչությունն է, որոշներն ասում են եկեղեցին է, եւ որոշներն էլ ասում են, որ Սուրբ Հոգին է կամ Աստվածը։ Հիմա, որպեսզի չմանրանամ ամեն մի այս հարցերին առանձին խոսելով, կարանք նախ եւ առաջ ինքներս մեզ մի պարզ հարց տալ, մի իրողություն։ Իրականում սատանային ով է ի վիճակի սահմանափակելու կամ ժամանակի մեջ տեղադրելու ըստ իր կամքի։ Հրեշտակային ուժերը միանշանակ այդ ուժն ու կարողությունը չունեն։ Եկեղեցին նույնպես այդ ուժն ու կարողությունը չունի, որովհետև եկեղեցին առանց Տիրոջ որևիցե բան չի կարող անել։ Պողոս առաքյալն է հստակ խոսում. ով որ ենք, ինչ որ ենք, ումով ենք, Տիրոջմով ենք։ Հետևաբար խոսել այս ամենի մասին չեն կարող։ Ավետարանի քարոզչությունը նույնպես ինչ որ կերպով սահմանափակում չի կարող լինել։ Մնում է ընդամենը մեկ տարբերակ՝ Աստված։ Այո, ճիշտ պատասխանը միշտ հոգևոր շրջանակում Աստված է։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք մի քանի համարներին։ Հոբ 1:12։ Հոբ 1:12։ Հոբի պատմությունը շատ լավ գիտեք։ Կարդում ենք, որ սատանան չի կարողանում անցնել Աստծո սահմաններին։ Նայեք, ասում է. Տերը սատանային ասաց. ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքին թող լինի, միայն թե ձեռքդ նրա վրա չերկարացնես։ Եվ սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց ու գրված է արեց այնպես, ինչպես որ Աստված իրեն սահմանել էր։ Ուշադրություն դարձնում եք, Աստված թույլ տվեց այնքան, ինչքան որ ինքը կամեցավ։ Այսքանի վրա քեզ թույլ եմ տալի, այսքանի շրջանակում ինչ եմ անում, սահմանափակում եմ։ Ժողովող 3:1-ում ասում է. ամեն բանի համար կա նաև ինչ, իր ժամանակը, որ Աստված սահմանում է։ Այս խոսքը նորից։ Սա ինչ է նշանակում։ Ոչ մի պատմական իրադարձություն, որ տեղի ունենում, նույնիսկ չարի գործողությունը չի դուրս գալիս Աստծո ժամանակացույցից կամ ինչից ծրագրից։ Ամեն բան սահմանված է
Տիրոջ ծրագրի շրջանակում։ Ինչքան էլ դա մեզ համար անհասկանալի կամ որոշ առումով գուցե ոչ ամբողջական ընկալելի լինի, բայց Աստծո խոսքը շատ հստակ է խոսում։ Եվ ուշադրություն դարձեք, նույնիսկ այս տրամաբանության մեջ 6-րդ համարի մեջ ասում է, եւ հիմա գիտենք, թե ինչն է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի։ Այսինքն նույնիսկ հայտնվելու պահը ով է սահմանել։ Աստված է սահմանել։ Ները չի հայտնվելու ըստ իր ցանկության կամ սատանայի ցանկության ժամանակահատվածում։ Ները երկրից վրա հայտնվելու է այն ժամանակ, երբ որ Տերը այդ ժամանակը սահմանի եւ այդ ժամանակը իրականություն դառնա։ Նույնպես եւ Հիսուս Քրիստոսի խաչելության առումով։ Գիշեք մենք մի քանի անգամ սրա մասին խոսել ենք։ Հիսուս Քրիստոսին մի քանի անգամ փորձեցին ժամանակի շուտ էզև ասած ձերբակալել, սպանել։ Նույնիսկ առաջի անգամ երբ որ գնացել էր Նազարեթ, Նազարեթում ժողովուրդը ասում է դուրս հանեց, տարավ դեպի ժայռը, ուզում էին ինչ անեին, գցեին։ Բայց Տերը ասում է հանգիստ իրենց մեջից դուրս գնաց։ Ինչու? Որովհետև դեռ ժամանակը չէր։ Հիսուս Քրիստոս ինքը իր կյանքի շրջանակում ղեկավարեց եւ երբ որ ժամանակն եկավ, այո, դեպի խաչ գնաց։ Եվ Հիսուս Քրիստոսին խաչը տարավ ոչ թե սատանայի ուժը կամ կարողությունը, ոչ էլ Հուդայի մատնությունը, որտեղ Հուդայի մատնության մասին էլ Հիսուս Քրիստոս ի սկզբանե գիտեր ու ասել էր։ Այլ տարավ իր սերը եւ Տիրոջ ծրագիրը, Տիրոջը հնազանդությունը։ Դա համար Հիսուս աղոթում էր, ասում էր Տեր, ոչ թե թող իմ կամքը լինի, այլ քո կամքը լինի։ Քո կամքը լինի։ Եվ մենք էլ պետք է սովորենք ու վստահենք, որ ամեն ինչ իր ժամանակն ունի եւ այդ ժամանակի ղեկավարն ով է։ Աստված է։ Աստված է։ Պատկերացրեք գետը, որ հզոր բավականին հոսքով ինչ է անում, գնում է դեպի ծովը։ Գետը թվում է անվերահսկելի, բայց իրականում ափերը ինչ են անում գետի, սահմանափակում են ընթացքը ու այն ճանապարհը, այն ուղղությունը, որը որ այդ գետը գնում է։ Նույնպես եւ պատմությունը թվում է քաոս է, անհասկանալի իրավիճակ է, պատերազմ է եւ այլն, բայց իրականում այդ ամեն ինչն ունի աստվածային ինչ, այսպես ասած ափեր, որը որ վերահսկում է, գնում է այն կետին, այն ծրագրին, որը որ Տերը սահմանել է։ Այն ինչ պահում է անօրինության գաղտնիքը, սենց ասեմ, այդ անօրինությունը, որը որ կա, որը որ պահվում է, ինչպես է լիակատար դրսևորվում, դեռևս սահմանափակ է Աստծով։ Այսինքն, եթե Աստված չսահմանափակի սատանային, չսահմանափակի չարը, այն չափից ավելի այլ կերպով է ինչ անելու, արտահայտվելու։ Եվ վերջի վերջո մարդկային հաստատությունը կամ համակարգը չէ, որ պահում է սատանային, այլ Աստծո գերիշխան զորությունն է, որ սահմանափակում է եւ պահում է, որը նաեւ իր հերթին ինչ է անում, գործում է իր կողմից ընտրված միջոցներով։ Այսինքն Աստված է սահմանել այն կերպը, այն ձևը, այն շրջանակը, որով որ սատանան ինչ կարող անի, չարը ինչ կարող անի, գործի։ Թեև նորից մեկնաբանները տարբեր կարծիքներ ունեն, թե նորից ով է պահում, ով չի պահում, բայց այնուամենայնիվ պարզ է մի հստակ բան. չարը ազատորեն չի կարող գործել եւ այն սահմանափակված է Աստծո կողմից եւ չի կարող առաջ անցնել այն ժամանակից, որը որ ով է սահմանել, Աստված է սահմանել։ Հիմա ուշադրություն դարձրեք, որ հետաքրքիր մի պահ կա։ Արդյոք Սուրբ Հոգին նեղության ժամանակահատվածում լինելու է երկրից վրա, թե ոչ։ Որովհետև երբ որ մենք խոսում ենք, որ Սուրբ Հոգին է սահմանափակում ների գալուստը, մենք կարդում ենք, որ ասում է, որ իր ժամանակին հայտնվի, ուշադրություն դարձեք 7-րդ համարին։ Ասում է, որովհետև անօրինության խորհուրդը արդեն զորանում է։ Այսինքն, սատանան արդեն իսկ գնալով իր գործերով, իր ամեն ինչով մենք տեսնում ենք, որ ինչ է անում, գնալով ավելանում է, բայց չպիտի կատարվի, մինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ ինչ է անում, արգելում է։
Արգելողը մենք արդեն ասացինք ով էր, Սուրբ Հոգին է։ Հիմա ի՞նչ է նշանակում, երբ որ ասում է, որ մեջտեղից պետքա վերցվի արգելողը, մինչև որ ները կգա։ Հիմա հասկանում եմ, որոշների համար մի քիչ sense բարդ վարդապետական բաների մասին ենք խոսում, բայց այնուամենայնիվ ընդհանուր գաղափարը հասկացաք։ Այս մի քանի ներբությունը, բայց կուզենամ ուշադրություն դարձնեք։ Նայեք, մենք գիտենք, որ 7 տարվա նեղությունից առաջ եկեղեցին դեռևս լինելու է, եւ երբ որ պահը գա եկեղեցին հափշտակվի, սկսվելու է արդեն նեղության ժամանակահատվածը։ Մենք գիտենք, որ ըստ Աստծո խոսքի մենք տեսնում ենք պատմությունը մարդկության բաժանված է ժամանակահատվածների։ Եվ հիմա մենք ապրում ենք եկեղեցու էզև ասած դարաշրջանում։ Եկեղեցու դարաշրջանը սկսեց Պենտեկոստեի օրից, երբ որ Սուրբ Հոգին յուրօրինակ կերպով իջավ եւ հիմնեց իր եկեղեցին։ Եվ այդ ժամանակը, որ Սուրբ Հոգին բնակվում է հավատացյալների մեջ հատուկ կերպով փոխհարաբերություն ունենալով։ Մինչև այդ Սուրբ Հոգին նորից գործում էր բոլոր մարգարեների, բոլոր մարդկանց հավատացյալ մարդկանց շրջանակում, բայց նույն կերպ չէր գործում, ինչպես որ հիմա եկեղեցու ժամանակահատվածում է գործում։ Այսինքն այս պահի շրջանը մենք ասում ենք, կարանք ասենք, եկեղեցու ժամանակահատվածում Սուրբ Հոգին յուրօրինակ կերպով գործում է ամեն մեկ հավատացյալիս կյանքում բնակվելով, մխիթարելով, առաջնորդելով, սրբացնելով պատրաստում է մեզ դեպի Քրիստոսի երկրորդ գալուստը։ Երբ որ տեղի է ունենալու հափշտակությունը, այլևս եկեղեցու ժամանակաշրջանը ինչ է լինելու, ավարտին է հասցվելու։ Այդ ժամանակ Սուրբ Հոգին ամենատեղ լինելով չի կարող սահմանափակված լինել, այսինքն Սուրբ Հոգին միշտ է ամենուրեք լինում։ Բայց երբ որ խոսքը գնում է ասում է չվերցվի, վերցվել է նկատի ունի եկեղեցին, երբ որ վերցվում է, այդ ժամանակահատվածը, այդ հատուկ փոխհարաբերությունը այլևս Սուրբ Հոգու ու մարդկանց միջև չի լինելու։ Սուրբ Հոգին շարունակելու է գործել ինչպես որ 5 տականի ժամանակահատվածում, նույնպես եւ 7 տարվա նեղության շրջանակում, բայց այլևս այն կերպ ինչպես որ հիմա է գործում, չի գործելու։ Դրա համար ասում, որ երբ որ Սուրբ Հոգին այս շրջանակից վերցվի, ները սատանայի գլխավորությամբ լիարժեք ինչ անելու, հայտնվելու է։ Բայց արդեն իսկ շատ հստակ ինչ ասեցինք, այն ժամանակը կգա, երբ որ Տերն է կամենալու, երբ որ Տերն է հաստատել։ Ամեն բան պատկանում է Տիրոջը։ Հետևաբար ժամանակը պատկանում է Աստծուն։ Երկրորդը, Տիրոջն է նաև պատկանում վերջնական դատաստանը։ Ուշադրություն դարձրեք 8-րդ համարին։ Հետաքրքիր է։ Ասում է, եւ այդ ժամանակ ուշադրություն դարձրեք, երբ որ խոսեցինք, երբ որ Սուրբ Հոգին այլևս եկեղեցու շրջանակում այնպես չի գործում, ինչպես որ գործում էր, եկեղեցու ժամանակահատվածը ավարտին է հասցվում, ասում է, այն ժամանակ կհայտնվի այն անօրենը, խոսել ենք արդեն ների մասին։ Հիմա Պողոս առաքյալը շատ արագ ուզում է մի ճշմարտություն հայտնել, որ նորից երբ որ անօրենը հայտնվելու է, որպեսզի եկեղեցին շփոթության մեջ չլինի, որպեսզի վախեր չլինեն։ Ուշադրություն դարձեք, ասում է հենց հայտնվի, որին միանգամից ինչ են կարդում, Տեր Հիսուս իր բերանի շնչով ինչ կանի, կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Ուշադրություն դարձեք, կարծես Պողոս առաքյալն ասում է, այո, այդ պահը գալու է, ները գալու է եւ այդ ժամանակահատվածում իշխանություն ունենալու է, բայց մի ինչ արեք, մի մտահոգվեք, մի խառնվեք իրար։ Սա որևիցե կերպով սատանայի կողմից ոչ հաղթանակ է, ոչ էլ ինչ-որ մի ուրիշ մի բան է։ Դա համար միանգամից ասում է կենտրոնին։ Այս պատմությունը, այս հատվածը ների մասին չի, ոչ էլ ների գալստյան մասին չի։ Քրիստոսի մասին է, Տիրոջ մասին է, նրա իշխանության մասին է։ Դրա համար ասում է, հենց որ ինքը կհայտնվի, դրանից հետո միանգամից ասում է, Տեր Հիսուսն իր բերանի շնչով ինչ անելու, կսպարի ու իր գալստյան հայտնությամբ ինչ կանի, կկործանի։ Ուշադրություն դարձրեք, երկար պատերազմ չի գնալու, ասենք ինչ որ չգիտեմ, մի քանի ընթացքներ եւ այլն եւ վերջի վերջո ոնց որ Հիսուս հաղթանակ է ունենում։ Ոչ էլ տեսնում ենք որևիցե հավասար պայքար։ Չկա տենց բան։ Միանգամից ինչ ենք տեսնում, աստվածային իշխանության գործնականում կիրառում, երբ որ հայտնվում է իր ժամանակահատվածն ունի ու միանգամից դրանից հետո Տերը
իր բերանի շնչով ինչ անելու, սպառելու է։ Հայտնություն 20:10 կարդում ենք, ասում է իսկ դևը, ի նկատի ունենք սատանան, նրանց մոլորեցնողը կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը եւ սուտ մարգարեն եւ գիշերազոր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։ Ուշադրություն դարձրեք, որ նորից հայտնության գիրքը շատ հստակ Տիրոջ հաղթանակը եւ վերջնական դատաստանը ինչ արել, տվել է։ Այս ամեն ինչը իրականություն է։ Այս ողջ, այս ձև ասած չակերտավոր չարի հաղթանակը տանում է վերջնական դատապարտության ինչ որ Տերը սահմանել է։ Եվ որևիցե մեկը, որևիցե բան այս շրջանակից դուրս չի լինելու։ Սատանան, թե ները, թե նաև սուտ մարգարեն գցվելու են վերջնական այն վայրը, որտեղ որ Տերը իրենց համար սահմանել է։ Սա արդյոք հենց սա է այդ վերջնական դատաստանը։ Երկրորդ Պետրոս 2:4 համարը։ Քանի որ եթե Աստված մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով տարտարոսը գցելով դատաստանի համար ինչ արեց, պահեց։ Ուշադրություն դարձրեք, հրեշտակներին չար եւ սատանային պահել է Աստված մեկ նպատակի համար, որն է այդ մեկ նպատակը, դատաստանի համար, ուրիշ բանի համար չի, իր ծրագրում այդ ամեն ինչը գնալու է այդ ամեն ինչի ավարտին։ Եվս մի բան, դժոխքը իրականում մարդկանց համար ստեղծված չէր, ժողովուրդ։ Դժոխքը Աստված ի սկզբանե ստեղծեց սատանայի եւ իր հրեշտակների կամ դևերի համար։ Բայց գիտեք ինչ ունա խնդիրը։ Երբ որ մարդը մերժում է Քրիստոսին, երբ որ մարդը ինքնակամ ասում է ես կապրեմ իմ ցանկությամբ, իմ ճանապարհով, իմ կյանքով, ինքն իրեն այդ դատապարտության տակ է մտցնում։ Այն ինչ որ մարդու համար սահմանված չէր, մարդու համար Աստված ինչ էր սահմանել, դրախտը, Էդեմը, որտեղ որ որևիցե հարց, որևիցե խնդիր չկար, որևիցե կարիք չկար, բայց մարդը ինչ արեց, ընտրեց Աստծուն մերժելը, իրեն հակառակ գնալը։ Համար սիրելիներ, հիշեք մի բան։ Մեր կյանքում Տերը մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Տեր Հիսուս Քրիստոս կոչ անում բոլորին, որ հավատացեք ու կփրկվեք։ Գուցե շատ պարզ բան է թվում եւ այլն, ուշադրություն դարձեք, չի ասում, գնացեք բարձացեք այսինչ լեռը ուխտա գնացության, այս արեք, այն արեք, զոհ արեք եւ այլն։ Նման բաներ չի ասում։ Ընդհանրապես ասում է հավատացեք, հնազանդվեք, խոնարհվեք իմ առաջ եւ այդ փրկությունը կստանաք։ Տեր Հիսուս Քրիստոս խաչի վրա ամբողջությամբ կատարեց այն, ինչի կարիքը որ կար։ Մեր տեղը մահանալով մեր մեղքերին թողություն տվեց։ Եվ մեզանից հասնում է ինչը հավատալը, որտեղ գործերով չենք փրկվում։ Մեկը չի կարող պարծենա ասի, այս ինչ բանն արեցի, դրա համար փրկվեցի։ Դրա համար ընտրությունը ձերն է, ժողովուրդ։ Կամ ընտրում եք Քրիստոսին եւ Քրիստոսի հետ հարության, այսպես ասած, լույսով հաղթանակած ենք ունենում մեղքի մահվան եւ գալիք դատաստանի շրջանակում, կամ հայտնվում ենք այն դաշտում, որտեղ որ հայտնված է թե սատանան, թե իր դևերը, դատաստանն է, այլ ճանապարհ չկա։ Մի խապնվեք այն հասկացողությանը, որ կարա լինի, ասենք, ես մեջտեղում կլինեմ։ Ոչ հավատացյալ եմ, շատ եմ տենց օգտագործում։ Դե բայց ոչ էլ նենց էլի միջին մակարդակի քրիստոնյա եմ, հավատացյալ եմ, մեկ-մեկ եկեղեցի կգնամ, պետքա մի երկու հատ մոմ կվառենք, լավ, շատ համոզեցիք, մի անգամ էլ Աստվածաշունչ կբացեմ եւ այլն եւ այլն։ Այս ձևի մոտեցում չկա։ Կներեք արտահայտությանս համար կամ սև եք, կամ սպիտակ։ Այսի քաղաքականության մեջ չեմ ուզում մտցնեք։ Կամ Քրիստոսինն եք, կամ Քրիստոսինը չեք։ Երրորդ տարբերակը, մոխրագույն տարբերակները, միջին կարգավիճակները չկա։ Կամ Քրիստոսինն եք, կամ դատապարտության տակ եք։ Դրա համար առաջի Կորինթացիս 15:57-ում ինչ է Տերը ասում։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Փառք Աստծուն, որ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված մեզ ինչ տվեց։ Հաղթություն տվեց։ Հաղթություն տվեց։ Դրա համար եմ ասում, մեր հավատքի հիմքը հարությունն է։ Հարությունն է, որ մեզ հույս է տալիս ապրելու։ Հարությունն է, որ մեզ հույս է տալիս, որ թեև նեղություն կրենք այս երկրի վրա, հավիտենականությունը Տիրոջ հետ ենք անցկացնելու։ Մեր հույսը Քրիստոսն է։ Մեր հույսը այս իշխանությունը չի, ոչ էլ գալիք իշխանություններն են։
Մեր հույսը մարդկային իշխանություններն ու մարդկային պատմությունը չէ։ Ոչ էլ մեր կարողությունն ու ուժն է, ոչ էլ մեր ընկերները, մեր հարստությունը, մեր հասկացողությունը։ Մեր հույսը Տեր Հիսուս Քրիստոսն է ու իր հաղթանակն է։ Նման ասում է Փառք Աստծուն, շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց։ Այն հարցը, որ որևիցե մեկը չէր կարող լուծել, մեղքի խնդիրը, մահվան խնդիրը Քրիստոսով պարտություն կրեցին։ Գերեզման ուր է քո ուժը։ Ով մեղք ուր է քո խայթոցը։ Ուր է այդ ամեն ինչը։ Պարտվեց Քրիստոսով։ Ու բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոսի հետ են, գալիք դատաստանից ինչ են, ազատված են։ Հետաքրքիր է, եթե ուշադրություն դարձնենք այս նկարագրությունը, որ ասում է Տիրոջ շնչով հաղթանակ կունենանք, մի քանի համար եմ ուզում կարդամ 5 կտականից, ուշադրություն դարձեք, երբ որ նկարագրությունն է տալիս Տիրոջ շնչին, որպեսզի դուք պատկերացնեք, թե Աստված ինչ զորությունների Տեր է։ Ելից 15:8, ուշադրություն դարձեք, ինչ ասում Աստծո խոսքը։ Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը, հեղեղները կանգնեցին դեզի պես, անդունդները քարացան ծովում։ Ուշադրություն դարձեք, ողջ արարչագործության մասին է խոսքը գնում, եւ ասում եմ միայն քո շնչից ողջ արարչագործությունը ինչ է անում, կանգնած է։ Վարվում է այնպես, ինչպես որ Տեր դու ես ցանկանում։ Մի փոքր անձրև է մի քիչ լինում, մի փոքր սենց շարժ է լինում, քանդվում են տներ, հոսքեր են լինում, եւ մենք զարգացած ճակերտավոր լինելով որևիցե մանր նույնիսկ աղետների, բնական աղետների դեմ չենք կարողանում կանգնենք։ Բայց ասում է քո շնչի առաջ ամեն բան կանգ է առնում։ Հոբ 4:9 ասում է Աստծո շնչից կորչում են ու նրա բարկություն ոգուց ոչնչանում։ Աստծո շնչից ամեն ինչ կորչում է եւ նրա բարկության ոգուց ոչնչանում է։ Աստծո ասում է վայ նրան, ով որ կենթանի Աստծո ձեռքը կընկնի։ Մենք մեկ վախենում ենք, չգիտեմ, մարդկանց մտքից, մարդկանց տրամաբանությունից, մարդկանց ասածից եւ այլն, բայց չենք հասկանում, որ պետք է իրականում ոչ թե մարդկանցից վախենանք, այլ Տիրոջից, որտեվ ամեն բան Տիրոջ ձեռքերում է։ Անկեղծ եմ ասում, ոչ մի բան ձեր ձեռքերում չի, մինչև որ դուք կհասկանաք այս հասկացողությունը, որ ձեր կյանքը լիարժեք պատկանում է Տիրոջը, ձեր ձեռքում ոչինչ չկա, մինչև այս հասկացողությունը չունենաք, հստակ կերպով Տիրոջ առաջ չեք քայլի։ Բայց երբ որ հասկանաք, որ ոչ մի ապահովագրություն չունեք, նույնիսկ ձեր մյուս վարկյանի վրա չեք իրապես Տիրոջը պաշտի այնպես, որ կարգն է։ Եսայա 30:27-28 համարները։ Ահա Տիրոջ անունը գալիս է հեռվից, նրա բորբոքված բարկությամբ եւ ծանր խծի մեջ։ Նրա շուրթերը լի են ցասումով եւ նրա լեզուն լափող կրակի պես է։ Ուշադրություն դարձնում եք, ինչ նկարագրություն է տալի Աստծուն։ Նրա շունչը հորդահոս հեղեղատի պես է, որը մինչև պարանոցն է հասնում, որպեսի ցնցի ազգերի կործանման մաղի մեջ եւ մոլորության սանձ դնի ժողովրդի կզակին։ Այո, պահ էր գալի, որ Տերը իր բարկությամբ հայտնվում էր եւ իր բարկությունը մարգարեների միջոցով ինչ էր անում, հայտնում էր։ Դա համար սիրելիներ, նորից այս ողջ պատմությունը, որ մենք խոսում ենք, սատանայի ու նեռի մասին չի։ Այլ ամեն ինչի կենտրոնում Տերն է, որպես գերիշխան, որը որ ղեկավարում է թե ժամանակը, թե նաեւ գալիք դատաստանը, եւ որևիցե մեկը դատաստանից չի ազատվելու։ Անորեն մարդու կործանումը նկարագրված է ինչ, որպես մի ակնթարթ։ Առանց ջանքի գործադրության, ուղղակի Քրիստոսի կողմից։ Նրա բերանի շունչը բավական է վերացնելու այն ուժը, որ մարդկային աչքին կարող է թվալ մեծ, ահռելի կամ անպատկառելի։ Այսպիսով շեշտը դրված չէ չարի ուժի վրա, այլ Քրիստոսի գերիշխանության վրա, որը բացահայտվում է ոչ թե երկարատև պայքարում, այլ անմիջական Քրիստոսի հաղթանակով։ Սրա մեջ մենք պայքար չենք տեսնում։ Ու նորից սա հավասար ուժերի պայքար չէ։ Սա հստակ ցույց է տալիս, որ նորից Տիրոջինն է ժամանակը եւ Տիրոջինն է պատկանում ողջ դատաստանը, որ գալու է։ Ընդունենք դա, թե չընդունենք։ Հավատանք, թե չհավատանք։
Դրանից որևիցե բան Աստծո ծրագրերի մեջ չի փոխվելու եւ չի կարող փոխվել։ Հետևաբար ինչ պետքա լինի մեր այս ամեն ինչի մեջ քայլը։ Հնազանդությունը, ժողովուրդ ջան։ Հնազանդությունը դարձը իրապես խոնարհում է այն մեծության առաջ, որ տիրում է ամեն ինչին, թե ժամանակին, թե գալիք դատաստանին։ Եվ նորից ընտրությունը ձերն է, ժողովուրդ։ Կարանք այս խոսքերին ամեն ասենք ու դրանից հետո շարունակենք ապրենք ոնց որ Աստված չի տիրում, Տերը չի թագավոր եւ այլն, կամ կարանք իրապես հնազանդվելով ինչ ունենանք, խաղաղություն ունենանք, որ մեր կյանքը ում ձեռքերի մեջ է, մեր երկնավոր Հոր ձեռքերում է, իր կամքի շրջանակում է։ Այո, դա չի նշանակում, սենց ասած, հալած յուղի պես կյանք ունենալ, բայց դա նշանակում է վստահություն ունենալ, որ ինչ էլ լինի, ես գիտեմ Տիրոջս հետ եմ, Տիրոջս պահապան ձեռքերի հետ եմ։ Ու եթե այստեղ աչքերս փակեմ երկրից վրա, գիտեմ, որ հավիտենականությունում հետ եմ անցկացնելու, Տիրոջ հետ եմ անցկացնելու։ Եվ ինչպես որ ասցինք, հաղթանակը վերջնական Տիրոջինն է, նաև Տիրոջինն է վերջնական դատաստանը։ 9-12 համարները։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է, այսինքն ները առաջնորդվելու է զորությունը ստանալու ումից սատանայից։ Հիմա հետաքրքիր մի բան կա, ները չի գալու զուտ ներկայանա որպես ներ։ Ուշադրություն դարձեք ինչպես է ինքը ներկայանալու, ասում է ներգործությունից է ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով։ Հիմա սուտ բառը իրականում ավելի ածականը այս 3 գոյականներից հետո է գալի, որը որ ցույց է տալիս, որ այս 3 գոյականների էությունը սուտ է։ Այսինքն թե զորություններն են սուտ, այսինքն իրական չեն, ոչ թե որ աճպարարությունը, այլ իրական զորություն լինելու է, բայց իր աղբյուրը ստից է գալիս։ Նշաններն էլ լինելու են, բայց աղբյուրը նորից ստի իշխանից է գալիս։ Եվ հրաշքները, որ նորից լինելու են, ստի իշխանից են լինելու։ Դրա համար ժամանակ է գալու, որ Հիսուսի առաջ կանգնելու են մարդիկ ու ինչ են ասելու։ Ասելու են քո անունով քարոզեցինք, հրաշքներ արեցինք, դևեր հանեցինք, քարոզեցինք եւ այլն, եւ վերջնական գիտեք ինչ են լսելու այդ մարդիկ Հիսուսից, ասում են հեռացեք ինձանից, անօրենություն գործողներ։ Ոնց? Դևեր էին հանում, քարոզում էին, մեծ նշաններ էին անում, ասում ես անօրենություն, այո, անօրենություն, որտեվ Տիրոջը փառքի համար չէին անում։ Տիրոջը կարգադրությամբ չէին անում։ Նույնպես եւ այս պարագայում սիրելիներ, հիշեք մի բան, նշանները, ինչ որ հրաշքները, տեսիլքները չեն, որ հաստատում են որևիցե մեկի Տիրոջ լինելը կամ չլինելը, Տիրոջ ծառա լինել կամ չլինելը։ Մեկ ճշմարտություն կա, դա խոսքն է։ Եթե մեր քարոզությունը, մեր գործը, մեր ծառայությունը հիմքը խոսքը չէ, ինչ ուզում եք արեք։ Մնացածը սաղ դատարկ անիմաստ բաներ են, որ նույնիսկ մենք տեսնում ենք ները իր գալու ժամանակ, այս նշանները, այս հրաշքներն անելու, ինչ անելու, շատ-շատերին հրապուրելու է, խաբելու է։ Մի հայտնի աթեիստ կա, անունը չեմ տա, հետևյալ խոսքն է ասում է, երբ որ ես տեսնեմ մի գերբնական մի բան, նոր դրանից հետո կընդունեմ, որ գոյություն ունի Աստված կամ այլ ինչ-որ բաներ։ Ուշադրություն դարձեք եւ իրականում այս մտածելակերպը շատ շատերի մոտ է տարածված։ Մենք էլ ենք շատերն ասում են, մինչեւ ինչ անեմ, չտենամ, չեմ հավատալու։ Ցույց տվեք Աստծուն կամ ով է Աստծուն տեսել, ով գիտի հավիտենական կյանք կա թե չկա, դրախտը կա թե չկա։ Այս մենք հայերս, ճակերտավոր արդեն 1700 տարվա քրիստոնյաներս, այսի ասում ենք։ Բայց նշաններով չի, ժողովուրդ ջան, հրաշքներով չի։ Խոսքով է, եթե խոսքը մեզ համար բավարար չի, ոչ մի բան էլ բավարար չի լինելու։ Շարունակությունը նայեք։ Եվ ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, հիմա ուշադրություն դարձեք, այս խաբեությունները ում համար է լինելու, ովքեր կորստյան մեջ են, փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Ճշմարտության սերը ումից էր գալիս։ Տեր Հիսուս Քրիստոսից։ Տեր Հիսուս Քրիստոսից է գալի այդ ճշմարտության սերը, որ խաչի վրա Տեր Հիսուս Քրիստոս առաջարկեց բոլորին, բայց բոլոր մարդիկ ընկնելու են ինչի հետևից, աճպարարության, ֆոկուսների, գումարի եւ այլ բաների։ Սրա հետևից են ընկնելու, դրա համար շատ շատերին խաբելու է։ Դրա համար Հիսուս իր կյանքի ընթացքում ասաց.
Ես իմ հոր անունով եկա, ինձ չընդունեցիք։ Գալու է մեկը, որ իր անունով է գալու, ինչ եք անելու, ընդունելու եք։ Ներին ընդունելու են որպես Քրիստոս, որպես Մեսիա։ Նույնպես եւ մուսուլմանները։ Եվ այո, ժամանակավոր կարծես խաղաղություն է բերելու։ Ժամանակավոր կարծես բարգավաճում է բերելու, բայց այս ամեն ինչը խապկանք է լինելու։ Ու խապվելու են բոլոր նրանք, ովքեր որ հենց այդ ապականության համար են սահմանված, այլ ոչ թե ճշմարտության սիրով փրկվելու 11 համարը։ Դրա համար էլ ուշադրություն դարձեք, Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին ինչ անեն, հավատան։ Ուզում եք ընդունեք ներին, ուզում եք հավատաք սուտը, Աստված ինչ է անում, թույլ է տալի, ասում է հավատացեք։ Ուզում եք մեղքի մեջ ավելի հառաչանաք, ավելի դրա մեջ խորացեք, ավելի դրա մեջ մտեք։ Սա ցավալի է հնչում, բայց ուշադրություն դարձեք, ժողովուրդ ջան, պատկեցեք մի բան, Տերը ամեն բան արել է, իր որդուն ուղարկել է, փրկությունը տվել է, բայց մարդիկ ասում են մենք չենք ուզում։ Ընդունելի չես։ Այդ ժամանակ այո, հայրը ինչ է անում, ասում է հարց չկա։ Դուք ձեր կյանք ու ձեր պատասխանատվությունը։ Հռոմեացիս գրքից եմ մի քանի հատված ուզում կարդալ, Հռոմեացիս առաջի գլուխ 18-ից 19 համարները կարդանք, եթե հետո ժամանակ ունենաք, առաջի գլուխը ամբողջությամբ տունը ընթերցեք։ Նայեք, ասում է, որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, ուշադրություն դարձեք ինչու, որ ճշմարտությունը ճնշում են ինչով, անիրավությամբ, որովհետև ինչ որ կարելի էր իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Ինչ որ պետք է մարդկանց, որ իմանան փրկության մասին, Աստծո մասին, Աստված ինչ է արել, թաքցրել է, պահել է մեզանից։ Չէ, հայտնի է այդ ամեն ինչը։ Առավելևս մեզ համար, հայերիս համար, Աստվածաշունչը Մեսրոպ Մաշտոցը հենց որ լեզուն գրեց, տառերը գրեց, առաջի գիրքը, որ թարգմանեց, հայերենն էր։ Այսինքն չենք կարող ասենք, դե ես լեզու չգիտեի կամ չեմ կարդացել կամ չունեմ։ Եթե ձեզանից մեկը նոր գտական կամ Աստվածաշունչ չունի, մոտեցեք Սարգիս եղբորը, ասեք, կկազմակերպենք այդ նոր գտական Աստվածաշունչը ճշմարտությունը կունենաք։ Եթե ուզում եք։ Բայց ինչ արեցին, մարդիկ չընդունեցին։ Հիմա 22 համարը նայեք։ Ասելով թե իմաստուն են, ինչ եղան, հիմարացան։ Լիքը գիտնականներ կա իրանց իմաստուն են կարծում, փիլիսոփա են կարծում, մեծ խելքի տեր են կարծում ու մերժում են Աստծուն, ասում է որպես այս ձև առածած ճակերտավոր մարդկային առումով իմաստուն, ինչ եղան, հիմարացան, որտեղ մերժում են Աստծուն։ Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծելի մարդու, թրջունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Հիմա այսի մի քիչ կռապաշտության մասին է խոսքը գնում, որ շատ-շատերը ճշմարիտ Աստծուն թողած պաշտում են ինչ որ արձանների, մեր մարմով ասեմ։ Հիշում եք, աշքի ուլունք, նալեր, որ կախում եք ձեր դրան մոտերը, փշեր, որ չարի աչքը ծակի եւ այլն, սև կատու, աղը թափվեց խաչ գծել, փայտի վրա տուկ-տուկ անելու նման հասկացողությունը եւ այլն։ Հասկանում եք, այս սնապարծությունը մեր մոտ էլ կա, մեր շրջանակում էլ կա, ու մենք ինչ ենք անում։ Մենք մերժում ենք Աստծուն, ու այս ամեն ինչով ենք ապրում, ու այո, այս ամեն ինչը զզվելու է անընդունելի է Տիրոջը։ Դրա համար ինչ է ասում 24 համարը, ասում է այդ պատճառով, քանի որ Տերը ամեն բան հայտնեց, այդ պատճառով Աստված էլ նրանց ըստ իրենց սրտի ցանկության պղծության մատնեց։ Այսինքն այդ եք ուզում, այդ եք ընտրում, ձեր սրտի ուզածը թույլ է տալիս Աստված, որ ինչ անեք, անեք, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծո ճշմարտությանը ստի հետ փոխեցին եւ երկրպագեցին ու պաշտեցին արարածներին, ոչ թե արարչին, որ հավիտյան օրհնյալ է ամեն։ Ուշադրություն դարձեք նորից, որ սրա մասին խոսում է, սա վերացական խոսքեր չի։ Այնքան եմ ծնողներից, տատի, պապիներից լսեմ, մեր Աստվածը մեր թորն է, մեր երեխեն է։ Ժողովուրդ ջան, մի ասեք տենց բան։ Մի ասեք տենց բան, որտեղ ձեր երեխեն էլ է ձերպես մարդ սխալական։ Մեր Աստված չի կարա ոչ մեր երեխեն լինի, ոչ մեր հարազատը, ոչ էլ մեր քավորը եւ այլն, չգիտեմ։ Մեր համար Աստված այն ճշմարիտ երրորդությունն է, որին որ մենք պաշտում ենք, որը որ Սուրբ գրքի շրջանակում մենք կարդում ենք։ Դրանից զուտ Աստվածներ չկա։ Եթե Աստծո խոսքը չեք կարդացել, չեք ճանաչում այդ Աստծուն, ուրեմն ճշմարիտ Աստծուն ոչ էլ պաշտում եք։
Ձեր պատկերացած Աստվածը ուղղակի Քրիստոսի նման ինչ որ դերասանի դեմք է, որը որ Քրիստոսի դեմքին էլ ընդհանրապես էլ նման չի։ Ասեմ ավելին, այն որ տեսնում եք ֆիլմերում, նկարներում, սպիտակամորթ, երկար մազերով, կապույտ հանդերձով, էսկոմ ենկոմ, Քրիստոս ինքը չի։ Դա դերասաններ են ու ինչ որ նկարներ են։ Քրիստոսի հետ ընդհանրապես կապ չունի, ոչ էլ Աստծո հետ։ Հետևաբար սիրելիներ, մի պաշտեք, մի հետևեք հորինված մարդկանց կողմից Աստծուն։ 26 համարը։ Դրա համար Աստված նրանց մատնեց անար կրքերի ուշադրություն դարձրեք եւ նրանց էքերը բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին ու դրանից հետո նաեւ խոսում է արուների մասին, այսինքն համառ սեռամոլության մասին է ասում։ Հիմա կարանք ասենք որտեղից է այդ գալի, որտեղից են գալի այդ այլասեռությունը եւ այլն եւ այլն։ Մեղքից, մարդու ցանկությունից, սուտ է որ մարդիկ այդ ձև են ծնվում։ Աստված չի ասում որ այդ ձև են ծնվել։ Աստված ասում է որ ծնվել են նորմալ, ուղղակի մեղքն են սիրել, դրա համար Աստված թույլ է տվել որ իրանց մեղքի մեջ ինչ անեն, ավելի զզվելի վիճակում հայտնվեն։ Սա է ճշմարտությունը, երբ որ մենք Տիրոջը չենք պաշտում։ Մարդը ռոբոտ չէ, մեխանիկական համակարգ չէ, քիմիական ռեակցիաների ինչ որ արդյունք չէ, որտեղ եթե հավատում եք, որ դարվինիզմը իրականություն է, ու մենք կապիկից ենք կամ կապկանման մարդուց ենք առաջացել միլիոնավոր տարիների ընթացքում, նշանակում է որևիցե կյանքի իմաստ չկա, որ ձեր միտքն էլ, ձեր շարժն էլ ընդամենը առաջնորդվում եք քիմիական ընթացքով, որը որ ձեր կյանքում, ձեր մարմնում տեղի է ունենում։ Ոչ պատասխանատվություն կա, ոչ բարոյականություն կա, ոչ մի բան չկա այդ հասկացողության մեջ։ Բայց եթե ընդունում ենք, որ ամեն ինչի արարիչը Տերն է Աստված է, որ դատելու է ամեն բան, այստեղ ամեն ինչ ընկնում արդեն ուրիշ կարգավիճակում, որտեղ եթե կա արարիչ, եթե կա դատավոր, եթե կա օրենքները սահմանող, դա նշանակում է, որ լինելու է վաղ թե ուշ նաև ինչ, դատաստան, որը որ պատկանում է նորից ում, Աստծուն։ Դրա համար Աստծո խոսքը շատ հստակ ասում է, որ մարդը պատասխանատվություն է կրում իր կատարած մեղքերի համար։ Եբրայեցիս 3:8 ասում է. ձեր սրտերը մի կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում հրեաները կարծրացրեցին։ Շարունակենք 12 համարով շարություն դարձրեք։ Երբ որ այդ ամեն ինչը հայտնվի, երբ որ մարդիկ խաբվեն, 12 համարում ասում է, որպեսզի ինչ անեն, դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր որ ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։ Այսինքն, այն մեկը, ով որ անօրենության մեջ է հաճույք ստանում, այն մեկը, որ ցանկությունը, փափագը, կյանքի նպատակը իր ցանկությունները կատարելն է, ու ասեմ, մեր ցանկությունները մեծամասամբ առանց Տիրոջը հակառակ են։ Երբ որ մենք մեր ցանկության մեջ ենք, մեր ցանկությունները բավարարելու մեջ ենք, մեր կյանքի իմաստը դնում, դրանից մի էլ զարմացեք, որ վաղ թե ուշ պատասխան եք տալու։ Այո, Աստծո առաջ, ու որևիցե մեկը դրանից չի ազատվելու։ Դրա համար հիշեք, Տեր Հիսուս Քրիստոս դատում է չարը, բայց դրա հետ մեկտեղ փրկում է բոլոր նրանց, ովքեր որ ճշմարտությամբ հավատով կգան դեպի իրեն, կգան դեպի փրկություն։ Առաջի Կորինթացիս 15:57-58, բայց նորից ասում է շնորհակալություն Աստծուն, որ մեզ հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, շարունակությունը 58։ Ուրեմն իմ սիրելի եղբայրներ, եղեք հաստատուն եւ անսասան։ Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի առաջ գնացեք, իմացեք, որ Տիրոջմով ձեր աշխատանքը զուր չէ։ Չի անցնելու գնա այդ ամեն ինչը։ Տերը այդ ամեն ինչը տեսնում է։ Կլինի հալածանքը, նեղությունը, ասում է այս ամեն ինչի մեջ ինչ արեք, շարունակ հիշեք մի բան, Տիրոջ մեջ հաղթանակ ունեք։ Տիրոջ մեջ հաղթանակ ունեք։ Տիրոջինն է դատաստան ու Տիրոջմով ազատություն ունենք։ Դրա համար ասում է ով որ հավատաց, արդեն փրկված է։ Ով որ չհավատաց, արդեն իսկ ինչ է եղել, դատապարտված է, որտեվ չհավատաց։ Քրիստոս արդեն հաղթել է։ Ու այս ամեն ինչը պատմությունում Քրիստոսն է ու իր խաչն է ու իր հաղթանակն է։ Ուրեմն ինչպես ապրենք։ Չենք ապրում վախով ապագայի նկատմամբ։ Չենք ապրում տենց։ Չեմ ապրում այն բանով, որ ինչ կլինի եւ այլն, հեսա Իրանը, չգիտեմ, ատոմային ռումբ, այդ դրանով ես չեմ վախենում։ Ինչ որտեվ հասկանում եմ, որ պատմության Տերն ով է, Աստված է։ Իմ կյանքս ում ձեռքերի մեջ է, նորից Աստծո ձեռքի մեջ է։ Դրա համար
այս առումով, երբ որ այս ամենի մեջ վստահություն ունենք, ինչ ենք անում, չենք ապրում վախով ապագայի նկատմամբ, որտեվ Տիրոջն է ապագան։ Գիտեմ մի բան, որ Տերը հաղթել է եւ հաղթել են նրանք, ովքեր որ Տիրոջ հետ են։ Մենք չենք ընկնում գուշակությունների կամ վախերի համակարգի մեջ, չգիտեմ, գնամ մի հատ բախտս բացեն մոմ թափողի մոտ կամ կոֆեի բաժակը, մատը, սիրտը եւ այլն, չգիտեմ, այս սրանով չեմ ապրում։ Մի հատ հովիվ կար, երբ որ դրա մասին են խոսում, ասում էին բաժակ նայելը մեղք է, թե չէ, ասում է չէ, մեղք չի, դուր կնայեմ հեսա բաժակը, ու ասում է բաժակիդ մեջ գրած է, եթե չապաշխարեք, բոլորդ էլ դժոխք եք գնալու։ Ահա, էս է իրականությունը։ Կամ Քրիստոսինն է, կամ Քրիստոսինը չեք։ Գուշակություններով չենք զբաղվում։ Մենք վստահում ենք Աստծո ժամանակին, որտեղ ամեն ինչ ունի իր ժամանակը, իր ծրագիրը, որը որ բարին է իրեն սիրողների համար։ Եվ մենք ապրում ենք սրբությամբ եւ պատասխանատվությամբ։ Ինչու՞։ Որտեվ այն պատմությունը, որի մեջ որ մենք ապրում ենք, պարզապես քաոտիկ պատմություն չէ։ Սա Աստծո պատմությունն է, որտեվ նրանն է ժամանակը, նրանն է վերջնական հաղթանակը եւ նրանն է դատաստանը։ Եթե այսօր Քրիստոսի մեջ չենք, պարզապես, սենց ասած, դիտորդ չենք պատմության մեջ։ Ամեն մեկս պատասխանատու ենք Աստծո առաջ։ Չեմ կարող ասեմ չգիտեի, չնայած առավել եւս հիմա արդեն ասել եմ, չեք կարող ասեք չգիտեինք։ Այսօր Տերը առաջարկում է ինչ իր ողորմությունը, իր ներումը, իր շնորհը, որը որ կարող ենք փրկվել։ Քրիստոս հաղթել է։ Ուրեմն վստահիր Քրիստոսին։ Մի վստահիր քաոսին, մի վստահիր վախին, վստահիր Քրիստոսին։ Ու մտեք Տիրոջ պատմության մեջ, որպես Տիրոջ գործակիցներ, որ հնազանդվեցին, ապրեցին Տիրոջ անվան ու փառքի համար։ Եկեք աղոթենք։ Մեր Տեր Աստված իրապես փառք ենք քեզ տալիս, որ ողորմած ու գթած ես Տեր։ Եվ թեև բաներ կան, որ չենք հասկանում Տեր Աստված մեր ժամանակում, գուցե նաև գալիք շրջանակում, բայց մի բան գիտենք Տեր, վստահում ենք ողջ մեր կյանքը քո ձեռքերի մեջ։ Որտեվ դու հավատարիմ ու արդար ես Տեր։ Ու ինչ էլ որ կատարվի, գիտենք, որ Տեր, մեր կյանքը քո ձեռքերի մեջ է։ Ինչքան որ կամենում ես, ինչքան որ կյանք տաս Տեր, աղոթում եմ, որ օգնես քեզ հավատարիմ լինենք։ Խոսքիդ մեջ հնազանդությամբ, սրբությամբ ապրելով, քո կամքի մեջ քայլելով Տեր, դա է մեր փափագը, դա է մեր նպատակը կյանքի։ Իսկ եթե մեր մեջ դեռ մարդիկ կան, ովքեր որ դեռ քեզ Տեր Հիսուս Քրիստ չեն ճանաչում, դու այցելություն արա իրենց սիրտը բացիր, որպեսզի գան քո առաջ խոստովանությամբ դարձով։ Ընդունեն քեզ որպես իրենց Տեր ու Փրկիչ, խոստովանելով, որ մեղավոր են, որ քո կարիքն ունեն։ Տեր ու վստահ եմ, որ կլսես մեղավորի աղոթքը, կներես, կսրբես, կփրկես ու կյանք կպարգևես։ Ու կտաս այն հաղթանակը, որ ունեցար խաչի վրա, դու նաև բոլոր նրանց, ովքեր որ քոնն են, քո զավակներին, քո ընտրյալներին, Տեր։ Մեզ ողորմիր, սրբիր, մաքրիր ու քեզ հավատարիմ զավակ դարձրա։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։